Հա չէ։ Привет, привет, Джоуджан. Բարև Արմենի ջան։ Ապրեք, առանց ասելու 1600 լայք, կլատ 70 հոգի, բարև։ Հեսա մի հատ մի րոպեն այսի պաուզա տամ, լավ հիշեցի, շատ լավ հիշեցի, ուրեմն լսեք ժողովուրդ ջան, մոդավորապես, եթե չեմ սխալվում, այսօր հաշվել եմ 16 հատ անհատական նամակ եմ ստացել։ Հետևյալ բովանդակությամբ, համարյա թե նույնն է բովանդակությունը, մի քիչ տարբերություն կա։ Հեսա ասեմ ինչու մասին է խոսքը։ Նախ առաջինը ասեմ, որ այսօր եթերը, այսօրական եթեր չի, այսօրվանը բաթլա, զվարճալի եւ այլն, այսքան մենքոմ խոսալու ենք տարբեր թեմաներից, բաթլ ենք անելու բան, պոլիտիկայից հեռու։ Բայց սկզբից քանի չենք սկսել, մի քիչ ասեմ, էլի կբնող պոլիտիկայի։ Վաղը նախ առաջինը 21:00-ին մեր հյուրը կլինի Մարդուն Գրիգորյանը, գործող պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու, ինձ թվում է շատ հետաքրքիր զրույց ալնելու, կգանք կտեսնենք, ոնց որ Աստված առաջ, այսօր արդեն իսկ էկրանը բացել ենք, տեսել ենք, որ էկրանը բացվում է, նորմալ է, նենց որ թեստը անցած է։ Այժմ պրիվետ ցավը տանը։ Կարճ անդրադառնամ, 16 հատ նամակ եմ ստացել, 16 նամակի բովանդակությունը հետևյալն է։ Արսեն ջան, ինչի չես անդրադառնում դոգի թեմային։ Մյուս մասը, ախպերես նախանձվում ես, որ դոգին չես անդրադառնում։ Մյուս տեսակը, ընկեր քեզանից ինչ կետա, որ մի հատ մարդկանց պրիզիվատ անես, կան դոգին պաշտպանեն, այդ տոնին, էլի հասկացաք ինչու մասին է խոսքը, որ կոնտինգենտն է այդ արդեն այդ գրողը։ Ոչեմ հասկացաք, մարդիկ Արսենին, ինձի, պրիզիվատ են անում, ասում են կոչ ենք անում քեզ, Արսեն ջան, դու ամեն օր խոսա դոգից։ Ժողովուրդ ջան, ստեղ մի հատ սովորական ստոպ ենք անում։ Մի հատ հետ հայացք ենք անում, տեսնում ենք ում եք խոսում նախ առաջին, ում եք գրում այդ նամակը, դա մեկ։ Երկրորդը, ինչու՞մ պետք է ես նախանձեմ դոգին։ Իմ համար դոգը նախանձելի կերպար չի, ասեմ իմանաք։ Հիմիկը բացատրեմ դաժե ինչի ինք իմ համար նախանձելի կերպար չի։ Ես իհարկե իմ եթերներից մեկի ժամանակ ասել եմ արդեն, որ ես որպես մարդ հայ, իրեն որպես հայ մարդու կուզենամ ու Աստված տա, որ ինքը շուտապույտ ազատվի այդ բանդախուց են ասում, ինչ են ասում, ոչ եմ այդ դադարաններից բանից ու հանգարց Հայաստան չարդահանձվի, որովհետև ես որպես մարդ չեմ ուզենա, որ այդ մարդուն պատկերացնում եք ինչ կլինի, եթե իշխանությունն էլ չանի, ինքը շատ մարդկանց ոտքերի վրա տրորելով անցել է։ Երևի թե իր համար ասի, թող դառնա սա մի պատմություն, որը իրան կտանի ավելի ճիշտ ուղով։ Դա ես ասել եմ։ Ինչ մնում է կոչ անեմ, որ հելնեն ժողովուրդը գնան, թե Ամերիկայում, թե Հայաստանում բան անեն, դրոշակ թափտան, ես այդ կոչ ինչի պիտի անեմ ժողովուրդ։ Մի հատ կբացատրեք ինձ։ Նախ առաջինը դուք եք ասում ու ձեր ղեկավարն էր ասում, որ ինքը Հայաստանում ունի շատ մեծ պատժ կա։
արտասահմանում ունի շատ մեծ պատժկա։ Ես չեմ ճոգում, եթե այդ պատժկեն կա, Արսենին եք մնացել, որ Արսենը պիտի պրեզիվատ անի։ Հա, լուրջ եք ասում դուք այսքան տեղը։ Ասենք դուք մտածում եք դոգը այն աշճան չուներ հնարավորություն, որ Արսենը պիտի կոչ անի, որ մարդիկ գնա միանան այդ ցույցերին։ Նախ առաջինը այդ ցույցերին կոչով չեն միանում, հայտարարությունով են միանում, հայտարարությունը անում է կուսակցությունը, իսկ այն մարդիկ, ովքեր որ իրանց հետույքները ճղում էին Վարդան Ղուկասյանի համար, այդ մարդիկ պետքա մի վարյան սա գործերը sense կողքի դնեին ու այդ այն այնտեղ կանեին։ Ու այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության Իսակով Պողոտան լրիվ պետք է մարդկանցով լցված լիներ։ Ըստ ձեր տեղեկությունների, որ դուք իշքան աջակիցներ ունեք ու գալու եք վարչապետ եք դառնալու, սաղին ճղելու եք, պատե տալու։ Okay, ես համաձայնվեմ, դուք ունեք այդքան աջակից։ Ուր են։ Ուրեմն այն մարդկանց եմ հիմի դիմում, ովքեր մտածում էին, թե կարային այդ այն թակուն ապեր աշկերը փագած տնեցիկի հանգարց իմանան, դոգին ձայն տային ու դրան բերեին Հայաստան վարչապետ շոու սարքեին Հայաստանը, ուրեմն նայեք ինգեներ ջան, այն որ դուք թակուն սիրարված եք դոգի վրա, դա ձեր պրոբլեմն է։ Այստեղ են դոգին այսքան ժամանակ մի բանով գովածած չկա։ Ու ինչին գովամ։ Մի ասեմ ինչի ես չեմ նախանձում։ Առաջինը, քաղաքական կուսակցության անդամ չեմ, նախագահ չեմ էլ ուզում դառնամ։ Վարչապետ չեմ ուզեցել դառնալ, դրա կոչը երբևիցե չեմ արել։ Երկրորդն էլ ոչ մեկին մանգա մեր մանուկ գերեզման հայոյած չկամ ու կյանքում ես չեմ երազի անգամ 1 րոպե դառնան նման մարդուն նախանց, որ կարա դենց հայոյանքներ տա։ Այս ձեր ագանջներին ող արեք, այ չգիտեմ ինչ է, լավ ձգեք, լավ, թափով ձգեք ու մյուս անգամ ով ինձ մի հատ նամակ գրես դոգի վերաբերյալ, որ ես ախպեր նախանձում եմ կամ կոչ չեմ անում կամ ուրախացել եմ, որ դոգին նստացրել են կամ ես եմ արել, հայոյանքով պատասխան եք ստանալու այն հայոյանքներով, որը ձեր լիդերը տալիս էր։ Իզնից հեռու պարեք այդ ձեր պարը։ Իզնից հեռու պայեք։ Ես առաջին օրվանից որ մտել եմ, անգամ դոգ չճանաչելով, Վարդան Ղուկասյան չճանաչելով, ես հագադոգական արդեն եղել եմ, ես ծնվել եմ այդենց։ Ես հագադոգական ծնվել եմ, իմ համար պայքարի սկզբունքը հայոյանքի դաշտը չի, կոմպրոմատների դաշտը չի, շանտաժի դաշտը չի, հասկացեք, որպես մարդ, այո, ես այդ մարդում, որպես մարդ ցավակցում եմ, որ այդ մարդը հիմա ես վիճակի մեջ է, բայց նայեք ժողովուրդ, յուրաքանչյուր մարդ իր արածների համար պատասխան ինքն է տալիս։ Ես մեղավոր չեմ, որ ինքը դեղը հայտնվել։ Ինքը ինձ ոչ զանգել է, ոչ ասել է, ոչ ասել է Արժան, գիտես ինչ կա։ Ես այսօր մտնում եմ, ես գնում եմ Ամերիկա ու սկսել եմ սաղին քֆրդեմ։ Ուրեմն Աննա ջան, ինչ հաղորդումներ էի պատրաստել իրա պատվին։ Մի հատ ինձ կարաս նախանշ, մի հատ մատնանշես, ինչ հաղորդում եմ պատրաստել իրա պատվին։ Ես հաղորդում եմ արել, որպես քաղաքական ուժի ծրագիր էր ներկայացրել, ուղղակի վերցրել եմ, բոլորի առաջ ցույց եմ տվել, դա ծրագիր չէ, դա ծաղրանք է։ Ինչ հաղորդումներ եմ իրա պատվին արել։ Թե թութու լավայի ու իրա մեջ որ իրանք իրար բան էին անում, ես մտել ասել եմ, որ լսի, ինգեր ջան, դու հավատացյալն ես, սրանից հետո չկպնես։ Իրա պատվին է, եթե դուք գտնում եք, որ իրա պատվին է, ուրեմն պրոբլեմ չունեք։ Իմ ասածս հետևյալն է, իզնից հեռու պարեք ձեր պարը։ Ուրեմն այն աշճանի ենք հասել, որ թուրքը դադում է հային, ինչ հայ ուզում է ալնի, դադում է հային, հայ գեներալին, մենք էդի այդքան չենք սրտներից վերցնում, Վարդան Ղուկասյանին էմիգրացիոն ստուժբան բռնել է, մենք պետք է առավոտից իրիկուն խալին փռենք ու վրեն աղոթենք, արի ու միտես։ Պրիվետ, ավար ջան։ Ես դրա համար եմ ասում, ախպեր, ինձի մի կրեք այդ նամակները, կամ առաջինը դուք հասկացեք այդ ձեր Վարդան Ղուկասյանը ինքն էր ասում, սենց մի հատ կանեմ, սաղ կլնի նենց ոնց որ ես ուզում եմ։ Դե կտցրեք ախպեր ինչ եք ուզում իզնից։ Ամերիկայում այդ 100,000-ավոր մարդիկ որ իրան այդքան ծապ են տարը, ուր են ախպեր, խի չեք ելնում լսվում դեսները։
Այստեղ Հայաստան խի դուս դերսները չեք լսում, կամ հենց ով դուսա գալիս սենց է անում ախպեր, կանի։ Հեսա մի վարգյան, սենց քաշում են կապիշոնները գլխին, մինչև ստեղները փագած սենց, աշկերին ագնոսները դրած, որ հանկարծ իրա տնեցիկ չտենան, որ ինքը դոգի համար պայքարում է։ Դա ձեր դոգին հարգելն ու սիրելը, դի վատ բան է, գիտեցեք, ասեմ իմանաք։ Ես հիմա չեմ չարախնդում, բայց այդ մարդը իրոք ձեր վրա հույս է դրել։ Այդ մարդը ձեր վրա հույս է դրել, որ դուք իր թիմն եք, դուք իր համար կպայքարեք։ Ձեզի համար այն մարդը իր հետևը ճղում էր։ Ասում էր, ես եմ, հեսա նայքիչ բացայդումներ եմ անում, բան եմ անում։ Դե մարդը ձեր վրա հույս էր դրել, որ ինքը 100,000-ավոր բանակ ունի մեջքի հետևը։ Բայց պարզվում է 100 հոկանոց բանակ ունի, որը կարա պլակատը վերցնի կանգնի։ Այդ շատ վատ է։ Այո, անշնորհակալ մարդիկ են։ Ես ոչ երթվել եմ Վարդան Ղուկասյանին, ոչ իր այդ մի րոպե անգամ հեռախոսով խոսացած կամ, ոչ էլ իր ծրագրին հավանություն եմ տալ, ոչ էլ կուզենամ ինքը իմ վարչապետս դառնա։ Ես ոչ մի բանի չեմ արել, ինձ ինչ եք պրիզիվատ անում դուք։ Խի։ Այսինքն դուք դնեք ախպեր երկրպագեք, գորակ ճճղակ, հենց ինքը նեղնագնում, պետք է Արսենը, որը իրան вообще ընդդիմադիրը համարում այդ դոկ կուսակցությանը, պետք է հելնի բանան, հա, ասի ժողովուրդ ջան, մեր ժամկեսնոց բանան է, մարդկանց ասում է հանի հյուր, վերև, լիֆտ, որբիսի իրանք կոչեր անեն։ Ախպեր, ես էլ եմ ասում, եթե ես իմանամ, ես այդքան արդյունավետ կարամ ելնեմ այդ հարցում, նախ առաջինը կանեմ, որպես մարդ ուղղակի որպես մարդ չեմ ուզում, որ դոգին արդը ազնեն Հայաստանին, էսի տաղավարից եզի ասում եմ, չեմ ուզում, որտև ինքը իր հավանականությունը ապրելու 50-50 չի լինելու, 10-90 ալնելու, իօկուտ, ոչ թե իօկուտ ապրելուն, այլ իօկուտ չապրելուն, 90%-ով ինքը ստեղ մարդ չի մնալու, իրան մի բան կգտնեմ մեկին, ինքը այնքան մարդու է կբե, որ մեկը բիզը կվերքալի ձերքը մի բան կանի, ես չեմ ուզում այդ մարդը մեռնի, ախպեր, հենց պրամոց ես ասում եմ, ես ընդհանրապես ոչ մի մարդու չեմ ուզում, որ մեռնի, եթե այդ մարդը իմ Հայաստանից դեմ թշնամություն չի արել, եթե ինքը որ զենքը ձեռքին եղել, ինքը պիտի սատկի, իրա Գերդաստանն է պիտի սատկի, եթե զենքը ձեռին եկել Հայաստանից վրա, կամ հայի վրա։ Այո, ազատություն Վարդան Ղուկասյանին, ազատություն, համաձայն եմ ձեր հետ լիովին, բայց ես չկամ այդ թեմաների մեջ, չկամ ոնց ասած պրիզիվների մեջ, ոչ մեկին կոչ չեմ անում իմ կողմնակիցներին կամ ինձ բանը սենց ընկերներին, իմ ոնց ասեմ, այն մարդկանց ովքեր 2 տարի իրար մեկ, ես իրանք ինձ հավատալով առաջ են կետում, ոչ մեկին պրիզիվատ չեմ անում, որտև իրանք այդ թիմից չեն ախպեր, ես ինչի պիտի կանեմ Պողոսին, Պետրոսին, Մարտիրոսին, ասեմ ախպեր, գնացեք դոգի համար պլակատ բռնեք, այդ մարդիկ չեն ուզում դոգի համար պլակատ բռնեն, Չիստը մարդկայինով նորից եմ ասում, ինքը պետք է չգա Հայաստան, Նիկոլ Փաշինյանը պետք է չուրախանա ու դրանով մարդկանց պետք է բան անի, վախեցնի, որ տեսակ իմ ձեռս ամենտեղ հասնում է, ոչ, Նիկոլ Փաշինյանի թատերը ոչ միտեղ պետք է չհասնեն, այդ իրա շինծու գործերը ոչ միտեղ պետք է չհասնեն, նայում ես ինչ են ուզում շինեն մարդու վրա, ծիծաղատ գալիս է, բայց այդ 100,000-անոց բանակին ասում եմ ձեզ, ամոթ տնի ձեզ, լուրջ եմ ասում, այդ ծապ արողներ ձեզի ամոթ տնի, որովհետև դուք այսօրվա դրությամբ այն մարդուն ում որ բան եք արել, հուսախապ եք անում, դուք իրան խապեցիք, վաղը ես վստահել եմ, չգիտեմ իմ մեջ վստահություն կա, իրան բաց են թողնելու, ես չեմ մտածում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարա այդքան շինծ ու գործերի վրա ինչ-որ ուշադրություն դարձնի, իմ կարծիքով իրան թողնելու են ինքը նորից շարունակելու իր գործունեությունը եւ այլն, այն մարդիկ որ չեն էլ կանգնել, թող իրանք մտածեն թե ինչ են պատասխան տալու, այդ տղուն թե ինչ են պատասխան տալու ախպեր, այդքան մարդիկ այդ բա խիչ էլ լսվակ փողոցները, Արսենը չի երթվել, չի գնացել, ես եթե հանգարց մի մարդու հարգեցի, առանց ձեր ասելու նամակ գրելու, ես անձամբ կետամ կկանեմ այդ
Չէ, ես ասեմ ինչու մասին էր դոկ կուսակցությունը։ Ես չեմ ասում ինքը այդ բանակը չուներ, տեսեք ինչ եմ ասում, բայց այդ բանակի 99%-ը մտածում են հետևյալ ձև. կգա ընտրությունները, ծիխի կերտանք ախպեր ագնոսները աշկերից, կդնենք դոգի դեմը գալաչկեն, դոգը կլինի վարչապետ, 4 տարի շոուն ապահովված է։ Նստելու ենք լոշ տեղերից մեջը, ասենց պոպկորնը ձեռներս կայֆավատ։ Դոգը կաբիսպեչիտ կանի մեզ այդ շոուն։ Ջոգում եք ինչա, իրանք ծիխայր էին ուզում դոգ երգրբագեն, բայց եկավ պահ ասա, որ ֆիզիկապես էր պետք իրանք չհելան։ Ինչ վերաբերվում է երեկվա ձայնագրությանը, որ Ռուբեն Վարդանյանի պահով հայտնվել է համացանցում։ Ժողովուրդ, ես իրականում ասեմ, մարդիկ կա գրում են շոու, լսեք, այ ոնց ես ասեմ, տգետներ ասեմ, անգրագետներ, ով կարող է 10 օրից ավել հացադուլ անի, ձաբնի չոք դառնա ու դա շոու անվանի։ Ես այդ ազնվորությանը ընդհանրապես ոչ մի ձևով պոլիտիկան իրա չեմ պաշտպանում, ոչ մի ձևի չեմ բանանում, պաշտպանում, բայց որպես հայ, սիրտս տեղից պոկվել էր այդ հայտարարությունը, որ լսեցի, վրես շատ է ազդել։ Ինձ այդ հայտարարությունը ավելի շատ նմանեցրեց, գիտեք ինչու, ոնց որ հրաժեշտի խոսքի, ոնց որ իր ընտանիքին, իր ազգին ինչ-որ մի հատ ուղեցույցի հրաժեշտի խոսք, ես այդպես տեսա դա, այդպես լսեց իմ ագանջները, այդպես ես հասկացա, ինչ էր ուզում ես մարդը մեզ ասեր, շատ բաների մեջ միգուցե այնտեղ իր ասածների մեջներ ես անգամ համաձայն չլնեմ իր ասած մտքերի, բայց մեղք այդ մարդը, մեր հայն է, այդ ոնց է որ հետևն, մեկը դինձի չգրեցիք, թե Ռուբեն Վարդանյանի պահով Արսեն ջան խոսա, մի հոգի չգրես նամակ, ուղղակի այն օրը, որ մի հատ փոքր բանով նկարը դրեցի ու ասեցի իմ աջակցությունս որպես մարդ, այդ մարդուն, որ թուրքը չպիտի դադի հային, մի քանի հոգի ինձ շնորհակալություն գրեցին, մի շնորհակալ եղեք ժողովուրդ, սա պիտի յուրաքանչյուր հայի պարտք լինի, որ թուրքին թույլ չտան հային դադել։ Իսկ այն արդեն հայոյանք է տալու, իսկ այն անասունները, որ այսօր ծաղրում են, ծիծաղում են այդ մեր հայերի վրա, ովքեր Բաքվում դատվում են, ձեր վախճանը շատ վատ է լինելու։ Ես կյանքով չեմ ասում, անգամ դուք ձեր շնչ բանով, հիվանդությունով, երբ որ սատկելու եղաք, ձեր հոգին Աստված չի վեկալու, այ անասուններ։ Դուք ուղղակի դավաճաններ եք, մարդը չի կարա մենակ գործողությունով դավաճանել, ուղեղով է կարա ինքը դավաճանը լինի։ Ոնց կարա հայ մարդը ծաղրի հայի, որ թուրքը իրան դադում է, ուրախանա դրա մեջ, ու մի հատ էլ ռեպոստ անում, հերնում մի հատ հայտարարություն է տարածում, որ ես ուրախ եմ, որ Ղարաբաղյան կլանը թուրքը ճզմում է, ու մի հատ էլ սլակներ է ուղում այն ղարաբաղցիներին, արցախցիներին, ովքեր այսօր ապրում են Հայաստանում։ Ասում են, այ նայեք, դուք եթե այսօրվա Հայաստանի շահերը չպաշտպանեք, դուք եք գնալու թուրքին հանձնվելու։ Ես ժողովուրդ բառեր չունեմ։ Այսօրվա մեր կյանքը էս է մեր իրականությունը, լուրջ եմ ասում։ Էս է մեր իրականությունը, ջայլամի քաղաքականության մասին է խոսքը։ Իմ համար շատ տարակուսել է, երբ որ մարդիկ նստել են այդտեղ հացադուլ են անում, որպեսզի այնտեղ մարդը հացադուլից դուրս գա, ու ես չեմ տեսնում 100,000-անոց մարդկանց քանակ այնտեղ։ Իրանք նայում են, թե ով է նստել այդ հացադուլին, ում համար է նստել այդ հացադուլին, ու ով կարա իր մեջքի հետևը լինի։ Ժողովուրդ, սենց պահերին, երբ որ թուրքի հետ է հետում կռիվը, դու պիտի չնայես ով է նստողը, ում են դադում, անուն ազգանունով, ի նկատի ունեմ քաղաքական բանով, դու պիտի նայես որպես հայի աչքերով, ուրիշ աչքեր չպիտի լինի։ Այ ագնոսները թանես, ռեալ կյանքը նայես արդեն դու։ Եթե քեզ դզում է, որ ախպեր միտեղ հանգարց թուրքը կանի քեզի ասի, որ տեսար քո հայ մենք ինչ արեցինք, այդենց պերյամոյ քեզի ասում եմ, եթե քեզի դզելու է, ուրեմն գնա մի հատ DNK տեստ հանձնի։ Հաստատ բան եմ, գնա մի հատ DNK տեստ հանձնի, տես դու հայ ես, թե հայ չես։ Ես գտնում եմ, որ եթե ես ինչ-որ մի բան էլ
փորձ եմ անել, ես կանեմ մենակ Բաքվի բանդում նստած մեր հայրենակիցների համար։ Որովհետև գտնում եմ, որ այդ ակցիան, որ այսօր արվում է, ինքը ամենաճիշտն է ու ամենատեղինն է։ Ու շատ ամոթ մեզի բոլորիս, որ մենք այսօր 100,000-ով կանգնած չենք այդ փողոցում ու չենք պահանջում միջազգային չագերտավոր մարդասիրական այդ գրասենյակներից, որպեսզի իրանք բանանեն, մեր հայրենակիցներին հետ բերեն։ Չեք պատկերացնում, ինչքան է մեր արժանապատվությունը ցածրացել, ինչքան ենք մենք դարել մեզի չսիրող, մեր հայությունը կասկածի տակ դնող ազնվորություններ։ Մենք ենք մեր ազգով, մենք ազգովի մեր ժողովրդով, մենք մեր հայ լինելը կասկածակի տակ ենք դնում այսօր մեր գործողություններով։ Խոսելն ու հայրենասիրությունը մենակ բանով, խոսքով չի։ Հայրենասիրությունը 90% գործողություն է, 10% խոսք է։ Հասկանում եք ինչու մասին է խոսքը։ Ասենք TikTok-ով sense նստած ես սիրուն խոսում եմ, դա հայրենասիրություն չի, ժողովուրդ։ Սա այն ինչ որ ես անում եմ, սա հայրենասիրության հետ ոչ մի կապ չունի։ Սա իմ հայ տեսակից կոչն է։ Հայրենասերները նրանք են, ովքեր սխրանքներ են գործում։ Չես կարա դու մարդուն, ով գրանատը տրակցնելը մի բառով ասես հայրենասեր ու գաս Արսենին էլ ասես հայրենասեր։ Չի լինում, ստիկովկա չի լինում, ախպեր։ Չի լինում։ Իմ համար հերոսը այդ մարդիկ են, ովքեր գործողություններ են անում։ Հասկանում եք։ Եթե դու մարդ քո տեսակը կորցնում ես, դու նմանում ես գազանի, դու քո կողքիների դե կդաստիարակես գազանը։ Ու ես շատ վատ եմ հիմա իմ մեջ պատկերացնում, թե մեր սերունդները ինչ կարան դառնան։ Մեր սերունդները, ում իրանց կողքին դե իրանք նայում են, չէ, երեխա է, նստած նայում է, պապան նստած ասում է, այդ Բակո Սահակյանին մի հատ սխմեք։ Թուրքերին ասում է, օրինակ եմ ասում, ես չեմ տեսել դες բան։ Օրինակ եմ ասում։ Մի հատ այդ Ռուբեն Վարդանյանին դրեք մի հատ խիրած տեղին է։ Երեխան նստած sense նայում է։ Ասում է դե որ հերես ասում է, ուրեմն մի բան գիտի։ Ինքը մեծանում է ու այդ ադելությամբ լցված հայի նկատմամբ որ թուրքը կարա հային դադի, ինքն էլ ախպեր կարա ծապ տա։ Այդ ազգերը, որոնց մասին ես նոր խոսում եմ, մեկը մեր իրավունք չեն ունենա գոյություն ունենալ, ուղղակի բնությունը մեզ չի պահի։ Կթքի sense բնությունը, որովհետև ին բնությունը արտար է, Աստվածն արտար է, ինքը չի կարա նման կերպարներին, նման ազգերին պահի, չի պահի, ուղղակի կոչնչանաս ու վերջ։ Այսինքն, երբ որ քո հագարագործը, քո թշնամին օր ու առավոտնից իրիկուն միշտ խոսում է մենակ նրա մասին, որ դու իրավունք չունես, սա քո պետությունը չի, դու Երևանը Իրանն է Երևանը ասում, երբ որ քո զինվորին պղծում է ինքը, անգամ դի եղած ժամանակ, ընկած ժամանակ պղծում է, կնոջը քարադում է, ոնց ասեմ էլ, ինչ ասեմ, գլուխները կտրում ֆուտբոլ են խաղում մեջտեղեկի, կներեք 1000 անգամ որ հիշեցնում եմ այս ամեն ինչը, հազարավոր մեր երեխեքի գլխին բոմբը գցել ջնջխել է, ֆոսֆորա լցել, ես շատ դեմ ինչ ար, ախպեր, անցավ ընդամենը 4 տարի, ան ողնաշարների մի խումբ, փոքր խումբ չի, ես շատ մեծ են, ասում հա բա ախպեր, բդի բացենք ճամփեքը, ոնց կլինի ախպեր, ադրբեջանցին, հա ինչ անենք, թող իրանք գան Երևանում ֆրֆրան, մենք է Բաքու կետանք ֆրֆրանք։ Բա ինչ եք ուզում պատերազմ։ Հա ինձ է հարց են տալի, բա դու ինչ ես ուզում ախպեր, պատերազմի քարոզ ես անում։ Ասում եմ անասուններ, այ եզներ, ես պատերազմի քարոզ չեմ անում։ Ես արժանապատվության քարոզ եմ անում, այդ դեբիլներ։ Դուք չեք հասկանում, որ թշնամին, որ անասուն է, իրանք դաժե արժանապատվություն ունեցող թշնամուներ սես բաներ չեն խոսա։ Չեն խոսա ուղղակի։
չգիտեմ ժողովուրդ ջան, իմ կարծիքով ոչ թե մենակ, տեսեք, ես մի բան էլ չհասկացա, դրա համար ես չմիացա այդ հրաբարակումը շատերի մեջ կարող ասեք ինչի դու բաց գնացել հիմի հրաբարակումը դեռ միանանք, ես զանգել եմ, այնտեղ կանած մարդ ա եղել, ասել եմ ախպեր, ես մի բան չեմ հասկանում, ինձ բացատրեք, ես ուզում եմ գամնդե, բայց ինչի մենակ Ռուբեն Վարդանյանի անունը իր համար է պայքար տարվում, մնացած մարդիկ չեն, մեր հայերը չեն, խի մենակ Ռուբեն Վարդանյանի անունն է հնչեցվում, հա ինքը թիրախավորված է, ինքը հիմա այսօր հացադուլի մեջ է դրա համար, բայց կարակ չէ, ասեք Ռուբեն Վարդանյանի եւ մնացած մեր ռազմագերիների մասին։ Ես չեմ կարող միանամ մեկ մարդու պայքարին, որ այդ մարդուն ազատ արձակեն, եթե ես ունեմ այդ մարդու կողքը մի քանի հատ մեր հայերից նույնպես։ Իմ համար տարբերություն չկա, ընդհանրապես։ Այսինքն, եթե հիմա Ռուբեն Վարդանյանին բաց թողնեն ժողովուրդ ջան, ասենք այսօր Իրիգուն Սամարյանը նստում է իրան Մոսկվա են ուղարկում։ Ինչ որ մի ձև Մոսկվան ոնց կազմակերպել է, մի հատ էլ դենց հետ է տանում։ Ինչ պիտի մենք ազգովի ասենք ցավը տանեմ սայլուտ խփենք։ Բայց մնացած տեղեկը։ Այսինքն սենց հերթով նվաստացնելով, թուրքը պիտի նվաստացնի, մենք պիտի հերթով անուններ տանք ախպեր։ Էս ինչ ձև է պայքարելու։ Ամեն ինչն է մեր երկրի մեջ, մեր Հայաստանի մեջ ամեն ինչն է գլխի վրա սենց շուրեկ է։ Սաղ ինչ կա չկա, սենց թարս է դառել։ 30 տարի թուրքը մեր սերունդն է բանար է դաստիարակի, մենք խաբար չենք եղել։ Մի սերունդ դաստիարակելը մենք խաբար չենք եղել։ Այս սրանք որ շարվեշարանը սենց կուտոկներով կան, սրանք համարյա թե մի սերունդ են։ Ուղղակի մեր բախտը գիտեք ինչն է բերել, որ բոլորին չեն հասցրել։ Կաժի նման տեղեկին չեն հասցրել փորձեն անգամ այդպես բան անեն։ Հասկանում եք, մեր մեջը մնացել էր այն մեծամասնությունը, որը պայքարելու ու պայքարելու է։ Մի հատ եթեր տեսա, սրանից 2 օր առաջ։ Ժողովուրդ ջան, ուղղորդված ազգը բաժանում են, ուղղորդված, ես որ ասում եմ, մարդիկ փողով, գումարով, այս համացանցում գործ են անում, ուղղորդված Ռուսաստանը հայերին, Եվրոպա հայերին ու Հայաստանում բնակվող հայերին իրար էին խփում։ Ապրես Լեան ջան, ասենք հայը ինչ պրիդլոգ ուզում ալն է, չեմ ասում ինչ թեմաներ էր, ոնց էր, ինչ էր, բայց անենց էր արվում, որ հայը հելնի մյուս կողմի ապրող հային քրվի։ Ու դրանից համ ալդիտորիա, համ խայբ, համ նույն մեր ազգի մեջ է թշնամություն։ Այսինքն դուք տեսեք, հայերս, դաժե Սփյուռքը բաժանել են արդեն տարբեր լագերների։ Ռուսաստանը բնակ հայերը արդեն համախմբվում են ինչ-որ մի հատ ասենց իրանց բանն են ստեղծում։ Ամերիկայում բնակվող հայերը մոդարապես ասենց իրանցն են ստեղծում, չեմ ասում բոլորի մասին չի խոսքը, մեծամասամբ, ես դա զգացել եմ, համացանցի մեջն եմ ասում։ Եվրոպա բնակները իրանցը, Հայաստանում մենք են մերը։ Ու ինչ է ստացվում, երբ որ մի հատ եթեր ալնում, որտեղ Եվրոպային են գովում, Ռուսաստանը բնակ հայը, երբ որ հանում են վերև, իրանք հանում են ցելով, որ իրանք կփրդեն։ Իրա վրա խայբ բռնեն։ Որ видишь ли, դու դեռ 20 տարի ապրում ես, Պուտինին
բան ես հանդուրժում ես, արա լսեք, այ ճիջուներ, այ մետրու կեսնոց եզներ, դուք կարաք Ռուսաստանում անեք են ինչ-որ այսօրվա Ռուսաստանում բնակվող հայեր այս համացանցում անում են, վզներդ կպոգեն, այդ տղեկը իմ համար ավելի ռիսկովնի են, քան թե դուք Եվրոպաներում, որտեղ ամեն ձև պաշտպանված եք, իսկ այդ մարդիկ նստած, էլի գոնե մի ձևի Հայաստանի մասին բան են խոսում, կարային դրա համար փակվեին ու պրզնեին, դուք Ռուսաստան, դուք կաբրած կաք, դուք գիտեք ինչ երգիրա, որ կարայք մի հատ ընդեղել, նեիք Պուտինի վրա բան խոսայք, ուղն ու ծոծով կկորեիք, ընտանիքներով ըտ կկորեիք, չէի կլնի վաբշե, ձեր անունները կչնջեին, որ այդպես մարդ չի եղել ստեղ ընդհանրապես։ Բայց մարդիկ խոսում են, ախպեր, հերնում են եթերները, անգամ քննադատում են, իմ եթերում 1000 անգամ քննադատել են։ Ես իմ ընկերներից վտանգել եմ այդպես քննադատելով, որ իրանք քննադատել են։ Առանց sense էմոցիաների տակ ես չեմ բան արել, մտածել որ այդ մարդը դուրը կարան վաղը թագեն, բայց այդ մարդիկ Հայաստանի շահերից ելնելով խոսացել են։ Հասկացեք որ դու Եվրոպայում կարաս, բայց դու պիտի հաշվի առնես ով որտեղ է ապրում։ Ասում է դե ով Պուտինին, էսա այն արա լավ թարգեք այդ ձեր ցավը տանեմ։ Դե այդ ասողների միջից մի տղա լինի, մի հատ գնա Մոսկվայի մեջտեղը կանի Պուտինին քննադատի ու հետ գա Ռուսաստանից դուրս, ես իրա, չգիտեմ, գլխիս վրա տեղ կունենա, սա իրա կյանքը։ Ես իրա անով կերտվեմ։ Կադես պելոջիկով տղա, էտա կռեմլի դեմը կանի, ասի Պուտին տի, ենի բարերը որ դուք ստեղ ասում եք, այդպես կարանակ ասեք ընդե։ Հենց որ ժողովուրդ, այդ կա մեծ փրտելները, որ մեծ հաճում։ Այն մարդիկ, ով որ ելնում են, ասում են, դե Պուտինի ցավը տանեմ, մի հատ էլ հետում հետևը համբերում են այդ նկարի։ Ես այդ մարդկանց չեմ համարում, հայրենասեր հայեր։ Կամ մարդիկ, ով որ գալիս մոդես երկու ռուսական դրոշով մեջտեղը գրած է Աշոտ օրինակ ու բանը Սլավա Ռոսիա են գրում ես թքել եմ քո վրա էլ քո գրածիդ վրա էլ ես դրանց մասին չեմ խոսում դրանք կան ժոպալեզները սաղ տեղերը կան ով գա վլաստի իրանք հետ աղբերություն են դրանց մասին չի խոսքը այն հայերի մասին է որոնք դուք խաբար եք вообще այս համացանցում տղեկը 3 օրը մեկ կուտուսկից դուրս են գալի դուք ոչ մեկը չգիտեք դրա մասին 3 օրը մեկ վրեկը զայլեններով տղեկը սաղորը միլիցիայություններից դուրս չեն գալի Ռուսաստան ես սաղ կուրսի եմ այդ մարդկանցից ախպեր բայց դուք կուրսի եք խիչ եք կուրսվում ախպեր մի հատ խիչ եք զանգում այդ տղեկին ասում ախպեր խի Պուտինին չեք գրվում խի եսի չեք անում խենի չեք անում չէ դուք կարաք եթեր բացեք հրոժներդ փագեք Մուլտիկի նկարներով նստեք մարդկանց աղբեր իրար վրա sense կռիվ հրարեք ու նստեք վայելեք էլի մի 5-600 հոգի մարդ հավաքեք նստեք վայելեք ձեր իրաց կեղդոտ գործերով Ես համարում եմ դա կեղդոտ գործ գործելա ոչ Եթե ես տեսնեմ որ իմ հայրենակիցս ինչ-որ միտեղ սխալ է թույլ տալիս ես չեմ ուզենա որ քացով իր հետևը խփեմ գցեմ փոսի մեջ Ես մի հատ իր հետ կկապնվեմ եթերից դուրս ու կասեմ ինչով քեզ օգնեմ ախպեր որ դու այդ իրավիճակից դուրս գաս 1000 հոգու հետ ես գրվում եմ ախպեր եթերներից հետո եթերերում չեմ խոսում 1000 հոգու հետ գրվում եմ ասում եմ կարտացի չաթում քո մոմենտը ինչով կարանք օգտակար լինենք ախպեր ես մենակ չեմ կա մեծ խումբ ախպեր ասա որտեղ ես ինչ մոմենտ է ոնց անենք կարացանք կանենք չկարացանք գոնե այդ մարդը կզգա որ իրան չար համարեցին Ոչ թե կկանեմ կասեմ ախպեր այսօր Տրամպին ով սենց ուրեմն ես իրա սենցը հայ քեզ բան զգուշ եղեք Նիկոլի թվերը անցնում են հասկանում եք Նիկոլի վախտը մոտեցել է Ինքը շատ շուտով գնալու ինքն է դրա մասին անգիր գիտե Այդ որ Նիկոլի ամենաթողության ժամանակ դուք sense ձեզ լավ վալյաժնի եք զգում զգուշ եղեք որովհետև Նիկոլից հետո կգան Սասունցի Դավիթներ կգան այդ Սասունցի Դավիթները որ կբռնեն պոչերդ կփոգեն վրեկիցդ այդ պոչուկներդ
Այ մետրուկեսնոց մանգլավիգներ։ Զգուշ եղեք, հայ ազգին միք տարեք իրար մեջ բախման։ Անասուններ, դուք այդքան չկաք, որ ընկել եք մի քիչ ասված ձեզ մի քիչ ուղեղ է տվել, դրել եք այդ ուղեղը հագահայկական բաների մեջ եք բանը օգտագործում, հա, դա ձեր ուզածը։ Նրանք է պրովոկացիաների ենթարկում գալիս ձեր մոտ պրովոկացիաների տակգնում ախպեր։ Հելնում չգիտեմ ինչեր են դուրս տալի, հետո չեն կարող տակից դուրս գան։ Խերկերդ գլուխները թավակեք, ժողովուրդ ջան։ Եթե մի տեղ կա, որ դու տեսնում եք, որ հայրին, ով ուզում է ալնի, հայրին իրար դեմ են հանում, թքեք այդ եթերների վրա գնացեք կողքի, միք մնացեք Իրանը ալդիտորիա միք սարքեք։ Միք սարքեք, իրանք ձեզնով սնվում են, վամպերի պես։ Իրանք միշտ, եթե իրանց նայեք ախպեր, եթե միշտ իրանց նայեք հայացքին աշկերին, իրանց հայացքը միշտ վերև է, գիտեք ինչի է վերև, Աստված չեն կանչում։ Իրանք թիվն են նայում, քանի հոգի է իրանց մոտ նստած։ Իրանց էդ է կարևորը։ Իրանց որակ չի կարևոր, կարևորը որ այդտեղ լինեն ախպեր նստած թևականակ, իրանք դուք այսքան ժամանակ տեսած կաք ախպեր, ես հեչ մեկին չեմ ուզում բան ասեմ, բայց այսքան ժամանակ տեսած կա, որ ես ասեմ, ես 500 հոգի պիտի այսօր մարդ հավաքեմ, կամ 1000 հոգի պիտի մարդ հավաքեմ, այսքան ժամանակ տեսել եք այդպես բան ասեմ։ Կարող է 20 հոգի մարդ մոտս նստած են, բայց զալատոյ մարդիկ նստած են։ Իմ խոսածածն էլ հենց այնեն չլնի։ Իրար հետ իրար հասկանան։ Ամեն ինչ անում են, ախպեր, ամեն ինչ անում են, արցախցիներին անջատում են։ Արդասամանում բնակվող Ռուսաստան բնակիչների Եվրոպա, Ամերիկա սաղին անջատում են։ Սրանց մոտ դա է, անջատել, вот разделяй и властвуй։ Բարև Պետրոսյան ջան։ Разделяй и властвуй։ Չի կարելի, տղեկ, չի կարելի։ Այն մարդիկ, ովքեր այս համացանցում բլոգերությամբ են զբաղվում, ունեն ալդիտորիա, դուք պարտավոր եք հայ ազգին, պարտավոր եք ամեն ինչ անեք, որ իրանք այդ նի գլատկի, ասենք տեսեք, օրինակ մարդկա 300-400 հոգի ալդիտորիա ունի, չէ՞։ Դու եթե իմանում ես, որ փոքր մի հատ ալդիտորիայում երկու հայ իրար են խփել, դու պարտավոր ես։ Չեմ ասում ամեկը փունջ-փունջ sense ամեն մի դետալնի բերես ռազմորկա անես, բայց դու պարտադոր ես այդ խնդիրներից խոսած, որովհետեւ գլատկի անցնի էդի։ Իրար չսպանեն, այդ մարդիկ իրար չեն փողոցներում, իրար տեսնեն, իրար գլոտկա կդրան։ Որովհետեւ դու արդեն ավտորիտետ ունես այս համացանցում, քեզ 400-500 հոգի մարդ է նայում։ Քո ամեն մի խոսքի մեջ պետք է շերտ եղնի, ամեն մի խոսքի համար դու պետք է պատասխան տաս։ Չեմ ջոգում, ես դենց եմ հասկանում, ժողովուրդ ջան, ես դենց եմ հասկանում, չգիտեմ, միգուցե շատերիդ համար հիմա ես ինչ որ խոսում եմ բանը սխալ է, միգուցե դել եմ ընդունում, որ կարող է դուք մի սխալ եք ինչ ջոգում, թե ես ինչ եմ ուզում ասում, բայց իմ ասելը հետևյալն է, կապ չունի ինչ միտումներով, եթե հայրին բաժանում են, դա մի նպատակ ունի, թուրքի նպատակ է, ես դա հայկական ոչ մի ձևով չեմ ընդունում։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մի մարդ, եթե ով ուզում ալնի, արա այդ աշճան հասա, որ մենք պետք է համացանցում Ռուսաստանը բնակ ու Եվրոպա բնակ ու Ավստրալիա բնակ ու Ամերիկա բնակ անջատենք իրարից։ Այդ աշճանը հասե, ուրեմն բրավո մեզ ինչ ասեմ։ Ուղղակի մենք այսօրվա դրության տրիլեր ենք թուրքերի համար կոմեդիա են իրանք սարքում մեր։ Ինչ որ մենք անում ենք կոմեդիա են սարքում։ Հենց մի հատ հայ համացանցում մի հատ լավ բան արեց, մի հատ լավ բան, ով ուզում է ալնի, մնացածի 50%-ը, չեմ ասում 100%-ը, 50%-ը տրակում են միջից, այ ախպեր, արա խի գովացեք, արա այդ մարդուն խրախուսեք, գովացեք, ասա ցավը տանեմ, թիգունքիդ կանած եմ, ախպեր, պրոբլեմ չունես, ոտդ գազից չանես, հրի ու գնա, ոտդ գազից չանես, սեղմի, մինչև վերջ, ես տաղավարի կողքդ կանած եմ, իշքան հնարավորություն ունեմ, արա չէ ընգեր, եթեր եմ բացում ու գնաց, քննադադել, այս իսկանը ճիշտ ասեց, այնինը սխալ ասեց, նախանց անդերներ, արա,
Ես իմ մասին չեմ ասում, ես իմ որ ասում եմ մի քանի հոգի մարդ կան, որ լավ բաներ անում են, ես տեսնում եմ, ու կողքից տեսնում եմ ինչ եթերներ եք բացում դուք այդ մարդկանց վրա, արա չի կարելի։ Այդ մարդը ինչ որ անում է, թեկուզ խայպի համար անում, արեք գցենք լավ, ինքն է խայպի համար ասած, բայց իտոգը լավն եղավ, արա, այդ իտոգի վրա ուրախացեք։ Արեք հայի, ամեն մի հայի, ամեն մի հաղթանակի համար, ինչ որ փոքր դաժե բնակավարերում, մենք ուրախանանք, ասեմ ավելին, երբ որ մենք, չեմ ասում պարտություն, բայց մենք ճակատամարտ պարտվել ենք, պատերազմ չենք պարտվել, ճակատամարտ ենք պարտվել մեր դավաճանների երեսից։ Հասկանաք, հիմա նայեք ինչ եմ ասում ձեզ, մեզ պետք են փոքր հաղթանակներ, շատ փոքր հաղթանակներ, այդ փոքր հաղթանակները կամաց վերքեր են բուժում, ժողովուրդ, հոգեբանական վերքեր են բուժում, մենք հոգեբանական տրավմայի առաջ ենք, բոլորս, իզնից սկսած յուրաքանչյուրից վերջացրած, բոլորս տրավմա ենք տարել Արցախի հանձնումից հետո, բոլորս, այդպես մարդ չկա բացի ՔՊԱ-ականներից, այն մարդկանցից ովքեր որ այդ ամեն ինչը կազմակերպել են, ռուսների հետ միասին, Եվրոպայի, Ամերիկայի հետ միասին, սաղ մեկ ուտոկմ են, չկա իմ համար դավաճանը ռուս, չկա իմ համար առանձին, չգիտեմ ինչ Եվրոպա, սաղ նույնն են Արցախի հարցում, սաղ մեզի քծել են։ Ամեն մեկը իրանց պատասխանատվության գոդիում, քծել են։ Մեկը ձեն չի անե, մեկը ասել է բան չի արել, մեկն էլ գործ է արել, տաբելա։ Տեսեք, երբ որ փոքր հաղթանակներ դաժալնում է, թեկուս համացանցում, որտեղ համացանցում ավելի շուտ, ասեմ ինչու, համացանցը մեզ ոնց որ թե սա հայրիս հնարավորություն է տալիս տարբեր տեղերում, տարբեր ժամանակներում, ժամանակի մոմենտն եմ ասում, ախպեր իրար հետ սենց անենք, միանանք, լսենք իրար, հենց հիմա ինչ ենք անում ախպեր, տարբեր տեղերից են, հազարավոր, 10,000-ավոր կիլոմետրների վրա, համացանցը դենց գործ է անում, ուստեղ երբ որ հայը մի հատ լավ բան է անում, թեկուզ մի հատ թուրքի ճատացնում է, չեմ ասում այն մարդկանց ովքեր հելում են թուրքի էֆիր, քրվում իշնում են, դրանք իմ համար հերոսներ չեն, ոչ մի ձևի, իրանք պրաստոյ խայպավշիկներ են ու չգիտեն որ իրանք սխալ բան են անում, ես ասում եմ պրյամոյ գործի, երբ որ եթեր են անում, պրյամոյ եթերի մեջ ֆակտերով դնում են դեմերը ախպեր ամեն ինչը, ես գտնում եմ դա գերազանց աշխատանք ու պետք է մենք օգնենք այդ մարդկանց, օգնենք, որ իրանք մենակ չզգան իրանց, ոնց որ եղավ այդ Բելայի դեպքում, ես իրականում մի հատ բան ասեմ, էլի ժողովուրդ, տեսեք մի բան ստացվավ, բոլորը փորձեցին յողանը քաշել իրանց կողմ, Բելան չի ստեղ կարևորը, իմ համար Բելան ընդհանրապես կարևորը չէր, իմ համար հայն էր կարևորը, որ հայի է դերեղը, ով ուզում ալներ, Բելան չլներ, ասենք, Արձոմն լներ կամ Կարինեն լներ, իմ համար նույնն էր լնելու, հաստատ սա իմացեք, ես անձամբ գիտեմ, ինչ մարդիկ են առաջի վարգյաններից այդ գործի մեջ եղել, առաջի վարգյանից, ու ճիշտ ասեմ, ինձի արդեն սս թապ էին տալիս, իրանց այդ նամակներով ու բանով, թապ էին տալիս ինձի, երբ որ ես հասկացա իշկան էր վդանկը հնարավորինս շատ, ընկերներիս հետ է խոսալուց հետո, ես իրանց ասածն էլ ընդունելով, ես շարժվել եմ նենց, ոնց որ իրանք ինձ ասել են, քանի որ իրանք առաջին րոպեից այդ գործի մեջ են եղել, ու ես անձամբ շարժվել եմ նենց, որպեսզի հանգար չխանգարեմ իրանց։ Բայց երբ որ պարզվեց, որ սա, ասենք, հաստատ բաց են թողնելու, հաստատ ամեն ինչ լավ ալնելու, ես չգիտեմ ինչքանով է պարոն Ծառուկյանի աշխատանք է դա ամեն ինչի մեջ, ինչ ուզում ա լինի, քիչ ա, շատ ա, PR չի, մարդը թողեց իր գործերը, նստավ Սամալյոտ գնաց արեց, թուրքերին է մի բան ցույց տվեց, որ այդ տխմարներ հայերի դեմ բան չկարան, նստծրավ իր Սամալյոտը, Բելարուսիայի նախագահի Սամալյոտը, նստծրավ, բերավ Երևան իջծրավ, հալալելն իրան, բայց առաջին իստոշնիկը ինքը չի։ Հիմի ես դեզ ասում եմ լսեք, առաջի պերվա իստոշնիկը ինքը չի։ Այդ ամեն ինչի շուխուրի պերվա իստոշնիկը ինքը չի։ Այն մարդիկ են, որ ստեղ համացանցում կան այսօր։ Ու ես դա գիտեմ, ովքեր են, անուն առանուն։ Ասածիս իմաստը որն է, փոքր հաղթանակ եղավ,
Փոխանակ մենք այդ հաղթանակով փորձենք զարգացնենք առաջ հաղթանակները, ինչ արեցինք մենք։ Մենք շատ-շատերը սկսեցին այդ հաղթանակը իրանց վերագրել, որ նայի ես արեցի։ Այն օրն է արտգործնախարարը բանը գործ չունես, հելել ես արա եկամբիոնից, ամոթելա, կանգնել ես, ուզում ես ասես, որ դուք եք բան արել, Ծառուկյանը վերցրել Իրանա վերագրել, ենթատեքստը ամոթ, փոքր հաղթանակ է սա եղել ընդամենը ժողովուրդ։ Արտարությունը վերականգնվել է, ընդամենը մենք կանանք բոլորս, ամեն մեկը իր հերթին, մի փոքր ես, մի փոքր մեկը, մի քիչ ավելի շատ։ Ազգովի կանգնանք այդ հաղթանակն եղավ։ Էլ եմ ասում, ստեղ բելան չի կարևորը, երևույթն էր կարևորը։ Հասկանում եք, յուրաքանչյուրիս հետ կար այդ նույն բանը ըլներ, յուրաքանչյուրիս հետ։ Ստեղ ոչ թե հերոսը բելան էր, այլ այն մարդիկ, ովքեր որ իրան մենակ չթողեցին։ Ու թարգեք այս խոսակցությունը արդեն, մի շատ դրեք ու վերցրեք, ուղղակի առաջ շարժվեք, այդպես մարդիկ շատ են ըլնելու, այդպես մեզ շատ տեղերում են նվաստացնում, փորձում նվաստացնել, որովհետև մենք մեր արժանապատվությունը կորցրել ենք, չգիտենք ոնց պաշտպանենք մեր արժանապատվությունը։ Երբ որ Թուրքը Երևանը անվանում է թուրքական քաղաք, մենք սիրուն քյաբաբ ենք ուտում։ Դա արժանապատվության կորուստի մի մասնիկ է ժողովուրդ։ Չեմ ասում հելնենք հրացան առնենք գոռալով թուրքի մորտելով էտանք, չէ, բայց պատասխան տվեք։ Բացեք բերաններդ ու ասեք, խելոք նստի տեղդ այդ տղա ջան, շատ ես ոնց որ ոտքերդ կտրի ամբերին հաստրի, հանգիստ նստի տեղդ։ Այդ ինքը կարում այլ այդ բառերը դենց ասի։ Ուղղակի չունի այդ ոնց որ թե կրտած լինի։ Չգիտեմ էլ ոնց ասեմ։ Ես չաթը չկարտացի ժողովուրդ ջան, կներեք, ես խոսում եմ չաթը չեմ հասցնում կարտալ։ Միգուցե շատերը ինձ հիմի քննադատեցիք, շատերը դասեցիք, որ արա դե կբի գործերի, մեկն էլ ասեց ախպեր դե ինչ է սդի այլնասիրություն, ես չկարտացի, ես ենթադրում եմ որ կարա դες բաներ լինի։ Նորից եմ ասում ձեզի, ժողովուրդ ջան, այս խոսքերս լավ ֆիքսեք։ TikTok-ում հայրենասիրություն չկա խաղալ, ոչ է կա ձևանալ, չկա, հայրենասիրությունը գործողություն է, խոսալ չի, ախպեր։ Մենք շատ բան կարանք խոսանք, բայց տես չկանենք մեր խոսքերին։ Հայրենասիրությունը գործողություն է։ Հասկանում եք ինչն է։ Խոսացողը ինքը առատր կարա լինի։ Ինքը Նիկոլաս ինձ 20 անգամ ավելի լավ է խոսում։ Հիմա ինչ է ուզում եք ասեք Նիկոլա հայրենասիրը։ Ինքը կարա նստի զոմբիացնի, մասաներ։ Ոնց որ արեց, մի ազգի 90% դրեց զոմբիացրեց, իրա խոսալով։ Չարդար խոսալու հետևից մի գնացեք։ Մի գնացեք խոսացողների հետևից, գնացեք գործենողների, ճամպեն ցույց տվողների։ Մարդը կարա լալ լինի, բայց երկու ճանապարհ լինի։ Մեկը ճահիճ տանող, մեկը արայետ տանող ու ճիշտ ճամպեն լինի, լալ լինի, բայց դու իրան հարցնես, ինքը ճամպեն քեզ ցույց տա։ Բայց կարա ինքը լալ չլինի, լավ խոսացող լինի, մի հատ խիտրի լինի, ասի կանի սրան ճահիճը գցեմ, թող էտա խեղդի, ինքը այն ամեն ինչ ինչ որ կա մեր ճամփին, որ մենք պետք է ուտենք, ինքը մեր հետ կիսվում է, ինքն էլ է ուտում, պետք չի։ Հասկանում եք ինչ եմ ասում, ժողովուրդ ջան։ TikTok-ներում չխաբվեք, լիդերները TikTok-ներում չպետք է նստեն, եթե իրանք իրոք լիդեր են, իրանք պետքա դուրս գան։ Իրանք պետքա դուրս գան, պետքա գործ անեն։ TikTok-ում հայրենիք չեն փրկում։ TikTok-ում սահման չեն պահում, TikTok-ում զենք չեն բերում։ TikTok-ը ուղղակի հնարավորություն է մտքերի գեներացման աշխատանքից առաջ։ Ոնց որ աչոտ լինի, սենց ասեմ։ Ինչու համար է, ինչը պետք է արվի, երբ պետք է արվի, ոնց պետք է արվի։ Գեներացվում է միտ, գաղափար։ Ճանաչելիություն։ Հիմի ես շատ այնքան լավ ընկերներ եմ ձեռք բերել այս TikTok-ում։ Դուք չեք պատկերացնում։ Անձամբ կյանքում տեսել ենք, ես Աստծուն միշտ շնորհակալություն եմ ասել, որ այս TikTok-ը հայտնվել է, ու ես ճանաչել եմ այդ նմանատիպ մարդկանց։ Իմ համար պատիվ է եղել նման մարդիկ ինձ ընկեր անվանելը։ Ու մնալու է։ Ես միշտ ասում եմ, դու մի նեղվի, որ
կեղտոտները շատ են, այդ կեղտոտներին դու ես գտնում, երբ որ դու կեղտոտներին քեզանից քշա ես անում, իրանք չեն գա, կգա 1-2 նորից քշա կանես, բայց դու մթնոլորտը քո շրջապատը դու ես ստեղծում, հիմի ով կարա ինձ ասի, թե Արսեն ջան, դու մի գնա այս ինչ եթերը մտնի, կետամ կմտնեմ, իմ բանն է, իմ խնդիրն է, ես եմ գնացել մտել, մի քիչ շատ խոսեցի, չէ, ժողովուրդ ջան, այսօր մտել է Յանի բատալ անելու, ասես գնաց ու գնաց, խոսացինք, ցավերը տանեմ։ Իմ ասածս հետևյալն է, ժողովուրդ ջան, ցավերը տանեմ։ Յուրաքանչյուր դեպքում հենց սկզբից նորից գամ, հենց սկզբից ինչուց խոսացի։ Ուրեմն հարգելի քաղաքացիներ, ովքեր պաշտպանում են Վարդան Ղուգասյանին, հելեք պայքարեք այդ մարդու համար, դուք եք պայքարելու, ես չեմ պայքարելու, ես իրա թիմի չեմ, ես իրա երդում չեմ տվել, իրա կուսակցականը չեմ, երբևիցե իրան ծափահարած չկամ, հելեք պայքարեք մարդուն հուսախապ մի արեք, ես կարամ ուղղակի որպես հայ, որպես Հայաստանի քաղաքացի և հայ, այո, ցանկանա, որ ինքը ազատության մեջ լինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանեն ձեռքերը ամեն մարդու չհասնի ու իրանք հաշվի արդար հանգարց չտեսնեն այդ մարդու նկատմամբ։ Լավն է, վատն է, ինչա ինչի, ինչ որ չափի ինքն էլ ունի գործարած, բացահայտումներ արած, որոնք ապշեցրել են ամբողջ հայությանը։ Դա մեկ, թողեցինք։ Այսինքն ձեր պայքարը մի փորձեք, գցեք այն մարդկանց վրա, ովքեր вообще դրա հետ կապ չունեն։ Ես ասում եմ մի անգամ նորից եմ ասում, լսեք ու կարաք նայեք, սենց ժամանակացույցով հետ գնացեք։ Առաջին մարդն եմ եղել համացանցում, որ Վարդան Ղուգասյանի եւ Դոկ կուսակցությանը քննադատել եմ քաղաքական ձևով։ Առաջին մարդն եմ եղել։ Ոչ մեկ ինձնից առաջ ռիսկ չի արել անգամ բերանը բացի։ Ես վերցրել եմ իր ծրագիրը, առաջի կետից մինչև վերջի կետ գնացել եմ ու քննադատել եմ շատ կոշտ ձևով։ Ու քննադատել եմ, որ ինքը քրիստոնյաներին է կապնում, եկեղեցին է կապնում։ Ես եմ եղել այդ մարդը, որ ասել է, այո, ես եմ եղել։ Ու ոչ մեկը հանգարց չփորձեք ասեք, թե ես այդ մարդու ասենց, չգիտեմ, ես քննադատել եմ այդ մարդուն։ Այո, ես քննադատել եմ։ Բայց դա չի նշանակում, որ քննադատում ես, ուրեմն ադում ես։ Ես չեմ ադում իրան, ինքն է իր ուղին ընտրել։ Կան մարդկանց մեծ բանակ կար, որոնք ասում են երթվում էին իր անունով, մեկն էլ հենց իրան ճղում էր, ասում էր, եթե Վարդան Ղուգասյանը չգա, ես ուրեմն համանը կրոնափոխ կլնեմ։ Այդ կրոնափոխներ ջան, հելեք պայքարեք այդ մարդուն Հայաստան չուղարկեն։ Ես ձեզ կոչ եմ անում, մի հուսախապարեք այն մարդուն, ով որ այսօր անազատության մեջ է։ Գնացեք, պայքարեք, որովհետև դուք իրան հույս եք տվել, ինքը ձեր հույսով արել է այդ գործողությունները։ Հուսախապ չանեք, այդ մեկ, երկրորդը։ Ինչ մնում է Բաքվի բանդում գտնվողների մասին, որ խոսացի։ Հարգելի կազմակերպիչներ ջան։ Եթե ուզում եք, որ մեծ քանակությամբ մարդիկ կան ու աջակցեն ձեզ, ուրեմն արեք ճիշտ հայտարարություններ։ Ոչ թե ազատություն Ռուբեն Վարդանյանին, այլ ազատություն բոլոր մեր ռազմագերիներին, ոչ թե ոնց են ասում, ձերբակալվածներին, ռազմագերիներին, այդ մարդիկ հանձնվել են, չեն հանձնվել, տարել են, իրանք ռազմաքաղաքական ղեկավարություն են եւ կոչվում են ռազմագերի, պատերազմից ստացված պատմություն է դա։ Ու եթե դուք կոչ եք անում մեկ մարդու մասին, ես ձեզ չեմ հասկանում։ Ստեղ քերուտեղա, հորոխբորտեղա ես չեմ խաղում։ Ձեր թիմագիստն է դրա համար եք հել ծապ բանանում, մազերը ճղում վրեկիցը, ես այդ խաղի մեջ չկամ։ Կամ բոլորին ազատություն պայքարում եք բոլորս իրար հետ, կամ ուրեմն եթե ձեր քերուտեղա, հորոխբորտեղեն են, դուք ուրեմն առանձին պայքարեք ձեզի համար։ Ինչ մնում է այն մարդկանց, ովքեր եթերներ են անում ու հայերի մեջ կռիվներ են գցում, իրանք էլ սենց սիրուն, խելոք, սենց երևի թե միկրոֆոններ են անջատում, մի հատ ղժում են հայերի վրա, ժողովուրդ ջան, զգուշ եղեք, խելոք եղեք, որովհետև ամեն ինչի յուրաքանչյուր բառի ու տառի, որ մենք ստեղ հնչեցնում ենք հանրային ձևով, մենք պետք է մի օր պատասխան տանք, բոլորս։ Անկախ մեր տեղի գտնվելուց, ով է Եվրոպաներում, ով է Հայաստանում, մենք եթե խոսում ենք հայ ազգից, բոլոր տեղերն էլ պետք է պատասխանատվություն կրենք։
Ես այս անգամ չեմ ասում, անուններով չեմ խոսում, բայց մի անգամ էլ ես այդ եթերներում նմանատիպ բաներ տեսա, ես հստակ բացել եմ մարդկանց անուններով եթերներ եմ անելու արդեն։ Ու ապացուցել եմ, որ իրանք հայ ազգի հետ ոչ մի կապ չունեն ու իրանք լրդեսներ են։ Ներդրված մեր ազգի մեջ լրդեսներ են, փողով տարանջատում են հայերին իրարից։ Մտցնում են ադելության մթնոլորտ ու հետո էլ կասեմ հետագիծը ուրա տանում։ Ինչա իրանց հետագա քայլերը։ Մեկ անգամ էլ տեսա նման բան, նման երևույթների, ես արդեն խոսեմ անուններով։ Ինչ մնում է մեր պահվածքի հետ, ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում ձեր ցավերը տանեմ։ Արեք նախանձը կողքի դնենք։ Արեք ոչ թե մեկս մյուսից խանգարենք, այլ փորձենք օգնենք։ Եթե չենք կարող օգնենք, գոնե չխանգարենք։ Բան չանենք, ախպեր, եթե մեկի մոտ ինչ-որ մի բան լավ ստացվում է, արեք այդ մարդուն օգնենք։ Եթե տեսնում ես այդ մարդը հավաքել է 600 հոգի, ասենց երկու պատերազմող ազգերի մեջ իրար հետ ինչ որ թեմա է բացում ու վերջում ինքն է հաղթող դուրս գալի, մի քիչ խոտի, խելոք ու ուրախացի ու հբարդացի դրանով։ Հբարդացի, ուղղակի հբարդացի, որ կա մարդիկ, որոնք կարան իրան ճնշեն այդ անասուններին իրանց ձևով։ Ոչ թե հելի քո համար փնտիավարի նույն թեմայով բացի, մի հատ է ոտքերը դուր ոշեմ ստորբին գլոխտել падերին։ Ինչևից է ժողովուրդ ջան, TikTok-ում հերոսներ մի մանարեք, TikTok-ում հերոսներ շատ են լինելու։ Այն որ ասում է, սաղ իրան դրել են Վազգեն Սարգսյան, Վարդան Մամիկոնյան, Սպարապետ, ոչ եմ, մեր սաղ հերոսների տեղը, որ նայես մարդիկ կան, չէ, մեր էս TikTok-ում մարդիկ կան, որ ինչ հարցնես, իրանք պատասխանը գիտեն։ Ինչ հարցնես, ասենք մտնում է, հենց նորա մտել մի հատ ինչ-որ ետեր, արդեն զապրոսը գցել է։ Իրան պոֆիգ ու ինչ ես դու խոսում։ Իրան всё равно է, ինքը ամեն ինչի պատասխանը գիտի։ Ինքը չի էլ ուզում նստի, մի 5-10 րոպե լսի ինչից են խոսում, միգուցե քո խելքը չի ասում։ Ոչ, այդ մարդը ամեն ինչից գիտի։ Ու իրան հանի, քանի զարտիցը ասա այս ինչ թեման է, ինքը քեզի կասի, ինչ պիտի անենք մենք, որ բան անենք, փրկվենք։ Այդ այս մարդկանցից հեռու մնացեք, ժողովուրդ ջան, իրանք ինքնահաստատվում են, մինչև այսօր տարիներով նստած են այս TikTok-ի մեջ, տարիներով ինքնահաստատման մեջ են։ Այն ինչ որ իրանց մոտ չի ստացվում ռեալ կյանքում, իրանք նստում են TikTok-ում, ինքնահաստատվում են։ Հեռու պայեք ձեզ այդպես մարդկանցից, մի բան արեք։ Զարանի ոչ թե գիտի ինչ պետք է խոսա, Զարդակ ջան։ Լուրջ եմ ասում, մտնում է, ոսես խփում է, հելնում է վերև, ասում ես, ասենք իմ մոդել է եղել, ասում ես եղբայր, հա, լավ, խնդրեմ, խոսա, քեզ խոսք եմ տալիս, ասում է, չէ ախպեր ես, հելա մի հատ լսեմ նայեմ ինչուց եք խոսում, նոր կխոսամ։ Այսինքն ինքը իրան всё равно է դու ինչուց ես խոսում։ Ինքը գիտի, որ մի ձևի պատասխանը կդա ինքը դրա, այսինքն իր ջեբը դրած է այդ պատասխանը։ Շարլատանство на շարլատանстве։ Դրա համար ասում եմ, ժողովուրդ ջան, արեք իրար խանգարող չանենք, ցավերը տանեմ։ Ու այդ խոսքը, որ արեք մի բռունց դառնանք, քիչ արդասանեք, որտեղ իրոք բռունցքը ինքը իրոք շատ մեծ խորը իմաստ ունի։ Այսքան ժամանակ տեսել եք, որ ես ասեմ, արեք պիտի բռունց դառնանք մենք։ Չեմ ասում այդ բառը, ոչ թե չեմ ուզում։ Ես չեմ արժեքազրկում, անընդհատ երբ որ մարդուն ասում է շնորհակալություն, այդ քո շնորհակալության իմաստը կորում է։ Ինքը արժեքը կորում է։ Շնորհակալությունը դու պետք է ասես այն դեպքում, երբ որ իրոք դու զգում ես, որ դու պետք է այդ մարդուց շնորհակալություն հայտնես։ Եթե մարդը հայը խոսում է հայի պատվի մասին, հայի շահի մասին, դու պետք է իրան շնորհակալություն չասես։ Որովհետև դա ինքը պարտավոր է անի։ Պարտավորության համար շնորհակալություն չեն ասում։ Տեսեք, օրինակ տաքսի ես նստում, տաքսին քեզի մի տեղից մյուս տեղ է տանում հասցնում, դու փողը տալիս ես, ասում ես շնորհակալություն, իջնում ես։ Ինչու համար է շնորհակալություն ասում, որ ինքը չտվեց, քեզ չսպանեց։ Ինչու համար ես դու շնորհ։ Դա իր պարտականությունն էր, ինքը դրա համար վճարվեց։ Իրան դու վճարեցիր։ Ես ուրիշ ձև եմ մի քիչ մտածում։ Իմ համար շնորհակալություն բառը, երբ որ ես եթերների վերջում շնորհակալություն եմ ձեզ հայտնում, ես կարամ հատատ բացատրեմ ինչի եմ ասում այդ շնորհակալությունը, որտեղ նորից եմ ասում, եթերի տերը իրական դուք եք։
Եթե դուք հենց հիմա պայմանավորվեք, որ այս եթերը պիտի պղծվի, ու այս եթերը պետքա փակվի, էժնել հետը դուք կարաք դա անեք։ Այն մարդիկ, ովքեր երկնքից են նայում այս ամեն ինչին, քթները բարձր, իրանք գիտեն, դե իրանք ամեն ինչը, իրանք շատ շուտ գետնին կտաբալվեն։ Այդ նույն մարդկանց կողմից ում որ ինքը համարում է, որ պարտավոր են, որ գան ու քեզ բան անեն։ Ոչ, ես համարում եմ, որ այս իմ մոտի եթերների իրական շահառուներն ու տերը դուք եք։ Այն մարդիկ են, ովքեր գալիս նստում են ու լայքում են ու սենց նվերներ են տալիս, մասնակցում են քննարկմանը, լիֆտ են ելնում, մոդերատորներն են։ Դրա համար ես ասում եմ շնորհակալություն, որ մեր եթերը ստացվեց։ Բրավո եմ ասում, շնորհակալություն եմ ասում, գնում ենք առաջ։ Բարև։ Как-то так, ժողովուրդ ջան։ Как-то так, մեր ազգի միջից պետք է անվի ամենա երկու բան կա, որ այդ երկու բանը մենք կարողանանք մեր մեջ հաղթահարենք, երկու բան, ավել չի, յուրաքանչյուր ոլորտում, կապ չունի ստեղ քաղաքականությունը, շինոմոնտաժից սկսած, մինչև վերջացրած գուրպա կարանող մարդիկ, որ բանոտում ուզում ես, երկու բան կա, որ մեզ քայքայում է մեջտեղից, ու դա մեր ազգի մեջ է շատ վատ ձևով նստած է ու շատ այլանդակ ձևով է նստած։ Առաջինը, որ մեզ տանում է անդուն, դա մեր գոռոզությունն է, եսասիրությունը, բոլորս մեր մեջ տեսնում ենք լիդեր եւ ոչ երկրորդ շարքի ինչ-որ ազնվորություն, դա մեկ, եւ երկրորդը նախանձն է։ Երկու բանը, եթե մենք կարողանանք մեր միջից անենք, մի վարքյան ժողովուրդ ջան։ Եթե մենք կարողանանք մեր միջից վերացնենք այդ երկու բանը, մեր դեմը խաղ չի լինելու։ Ես հիշեցնեմ նորից մի ժամանակ առաջ հիշեցնում եի, ասում եի, ես 10 տարեկան ժամանակս եմ հիշում, մեր փողոցը սենց երկար, սաղ շենքերով լսված, այն ժամանակ երկրաշարժը չկար, մեզանից 5 թե 6 շենք են կողմ, մի հատ տատիկ էր մահացել, այն ժամանակ տներն էին դնում, հիմա նման չի ժողովուրդ, այն ժամանակ տներն էին դնում մահացած մարդկանց ու գիշերները մարդ էր մնում, լույս էր վառում, դագաղը դրած, ոչ եմ, այն ժամանակ դենց էր։ 5 շենք են կողմ, որ նայում ես չեր է երևում այդ շենքը։ Ոչ մեկի տանից բարձր երաժշտության ձայն դու չէր լսի, մինչև այդ տատիկին չտանային, չհուղագրավորեին։ Ես պատասխանատու ձևով ասում եմ ձեզ, հարցրեք այն մարդկանց, ովքեր այդ ժամանակներում ապրել են, absolutely, անգամ ես գիտեմ, որ այդ ժամանակ հարսանիքներ են չեղարկվել, ամիսներ առաջ բան արած, որովհետև կողքի շենքից մարդ կար մահացած։ Որտև այն ժամանակ գալիս էին տանից տանելուց, հեմել են դենց անում, դավոր զուռնա եւ այլն, ասում էին չէ, այդում զաքսը պայմանավորում էին, հետ էին գցում, գնում էին տիրոջը, մահացածի տիրոջը տեսնում էին, ցավակցում էին, ասում էին դուք չեք նեղանա, եթե մենք մեկ շաբաթ հետո մեր աղջիկան տալուց դավոր զուռնայով լինի կամ տղեն բան, դուք չեք հասկանում ինչ էր դա այդ ժամանակ։ Այդ դրա համար մենք պատերազմ հաղթեցինք։ Մեկս մեկովս ապրում էինք։ Իմ ցավս սաղի ցավը իմ ցավն էր։ Երբ որ մարդ էին բերում հուղարկավորելու պատերազմից, ամբողջ քաղաքը ոտքի էր հելնում կանում։ Մի հոգի գլխարկով ձմեռը -20-ի տակ չէր տեսնում լեննական։ Սաղ գլխարկները հանած էին վրեկից, որտեղ հարգում էին մեկը մյուսին։ Էս ուր ենք գնացել։ Էսում ենք երկրպագում։ Էս իշքան շուտ մենք թաղեցինք մեր ինքնությունը։ Ուր, վեճը ուր։ Ուրեմն տեսեք, Նիկոլ Փաշինյանի հիմնական մտահղացումը սարքել 4-րդ հանրապետություն Նիկոլ Փաշինյանի անունը որբիսի մնա որպես 4-րդ հանրապետության ստեղծող։
ու ես հիմիկ որից թմբուկը հարում եմ, հիմիկ որից լսեք, Նիկոլ Փաշինյանը ուզում է սահմանադրությունից Արցախ բառը ընդմիշտ հանել։ Ինքը մենակ Արցախը հանի, ուրիշ ոչ մի բան կարա չփոխի։ Իրա հիմնական չագերտավոր սահմանադրության փոխելու իմաստը Արցախ բառը հանել է փաստաթղթի միջից։ Ուրիշ ոչ մի բան, ու դա իրա մտահղացումն չի։ Իրա պատվիրատուներն են դա ասել։ Իսկ հիմի ասեմ ինչն է հիմի տարբերվել։ Այդ նորվա իմ ասածս ինչ է եղել այն իմ ժամանակներս, երբ որ ես 40 տարի առաջ, 35 տարի առաջ, ու հիմա ինչ է։ Ռեալ օրինակ եմ ձեզ բերելու հիմա, ինչ որ ես ասել եմ, Անապոլա ջան, приветствую։ Ուրեմն Մարտա մահացը էլի նորից հիմի մեր Գյումրիում հիմելա կա էլի, որ չեն տանում սեկոսրաներ, մարդիկ իրանց տունն են դնում, մինչև հիմա կա էդի։ Մի փողոց ենկում հարսանի կա։ Մի փողոց էնյան հարսանի կա։ Երբ որ գնաց է ասել են աղբեր, ընդ մարդ կա մահացած, կլինի, որ առանց դավոր ծուռնի տանես, ասում է, չէ, ես մի հատ աղջիկ ունեմ, ինձ ինչ որ մահացել է, ինքը ինձ հարցրել է, որ մահացել է։ Ռեալ պատմություն եմ ձեզ ասում։ Ասում է կյանքն է դենց աղբեր դե, միտեղ հարսանի կա, միտեղ մարդ է մահանում, այսինքն։ Այդ տարբերությունը որն է։ Տարբերությունը այն է, որ 23 թվականը, եթե հիշում եք Արցախահայության դուրս գալը, ողբերգական դեպքը, երբ որ տարակվեց այդքան մարդիկ մահացան, դրանից մի քանի ամիս հետո աշխարհի ամենամեծ սայլուտը Երևանի կենտրոնում խփվեց նոր տարվա գիշերը։ Աշխարհում ոչ մի տեղ այդպես տոնացար ու դենց սայլուտ չեն խփվել։ Ինձ թվաց, միգուցե նաև չթվաց, որ դա թրկամետ Շարասյան իրենց հաղթանակն էին տոնում։ Իրենք իրենց հաղթանակն էին տոնում հայերին նվաստացման, Արցախի հանձնման, եռաբլուրի անհարգման, անպատժելիության իրանք տոնում էին, ու այն մարդիկ, ովքեր գնացեն այդ տոնակատարությանը մասնակցեցին, հասկանալով թե առանց հասկանալով, պատճառ էին բռնում, թե մեր երեխեքը մի ինչ անեք, մեղք ունեն, որ այդպես է եղել։ Երեխա ես կրտում, այո, մի տար այդ մի տարին, երեխային է բացադրին, թեկուզ մի քիչ լաց լինի։ Բացադրի ինչի համար, իմ հերս, իմ մերս կարացան ինձ բացադրեն, բայց դուք չկարացաք բացադրեք, այդ ոնց ալնում։ Իմ հերս կարողանում էր ինձ բացադրել, որ Արսեն ջան, այսօր որ դու թեպով հաց ես ուտում, այդ նրա համար է, որ մենք չենք համաձայնվում աշխարհի հետ, կռվում ենք Արցախի համար, մեզ ալուր չկա, դրա համար թեփ են խառնում։ Արսենը ասում էր պապ ջան, հարց չկա։ Հարց չկա, պետքա թեփ կուտենք, քյորպա վախտվանից։ Այդ ոնց է որ իմ հերեսը դենց կարար ինձ ասեր դաստիարակեր ու չասես թե տղա ջան, այս մի նոր տարին լավ գնա, դու ինչ մեղավոր ես որ ամեն օր ընդեղից դիեր են բերում։ Դու ինչ մեղավոր ես, գնա, քեզ համար կայֆովա տեղի, դու ջահել երեխա ես, գնա կայֆովա տեղի։ Այդպես բաների տակ ամեն ինչին պատճառ բռնելով, ամեն ինչին պատճառ են բռնում։ Ինչու համար իրանք կարան կռուտի տնեն ու կայֆերի մեջ ելնեն։ Որ ասում ես ախպեր, այսօր դեպք ա եղել սահմանում, 4 հատ զինվոր ա զոհվել, ասում անգեր հորս սարևնգեր 3 ամիս առաջ պլանավորած, սաղի փողը տված, ես ոնց է ռեստորանին հեչ անեմ, ախպեր չգիտեմ էլ վարիանտ չկա բրատ, արդեն սաղ արտիստները հազիվ պայմանավորվել են, բերել են, չգիտես ինչ ասես այդ մարդուն։ Ոնց որ թե sense նայում ես, ոնց որ թե իրան է կարելի հասկանալ, բայց մի պահ քո վրա ես գցում, ասում ես դու ոնց կանեիր ախպեր, ես հաստատ չեղարգեի։ Չգիտեմ, 4 ընտանիք ողբերգություն է մտել,
Ուրեմն դու պետք է չեղարկես, այն արտիստները, որ չի համաձայնվի, դա իր խնդիրն է արդեն։ Մի տուր այդ փողը։ Ես մեծ չխոսամ, որ հանգարց գլխից չգա, եթե ես տեղա գալնեմ, ես այդպես բաներ չեմ անի։ Շա մի անգամ հանգարց լինի, որ ես մտնեմ սենց ուրախ կարող է երաժշտություն մտցնեմ, բանից տեղակ չելեմ, մեկը մտնի ինձ ասի Արջան, սես բան ա եղել, դու ջե այդ մամենտին երաժշտությունն է կանջատվի, դու ջե այդ մամենտին թեման է կփոխվի, կարող է եթերը փակվի։ Ադելության քարոզը իր ապդուղները տալիս է այսօր ժողովուրդ ջան։ Ադելության քարոզը իր ապդուղները տալու է ու տալիս է արդեն։ Տալիս է ժողովուրդ ջան։ Անտարբերության, ադելության այն գառնուղներին, որ տանում են վիզը կտրելու, այդ պահը ամենաահավոր պահն է։ Երբ որ ինքը գիտի, որ իր վիզը տանում են կտրելու, բայց ինքը չի դրան սապրատիվլացալն է։ Խելոք գլոխը դնում է, որ իր գլոխը կտրեն։ Մենք այսօր նման ենք այդ գառնուկին։ Մենք գիտենք, որ մեր վերջը հիմի սենց վատ ալնելու, ու խելոք գնում ենք արդեն հանձնվածի հոգեբանությամբ, ոնց որ թե այս շքեղության մեջ ապրելը, այս կայֆերի մեջ ապրելն էլ, որ մեռնել տակ մեռնել, կանեք մի հատ վերջնական վայելենք, նոր մեռնենք։ Այ դա պայքարը մեր միջից հելել է։ Մենք չենք ուզում այլևս պայքարենք։ Իսկ չպայքարող ազգը չի իրավունք չունի պետություն ունենալու, իրավունք չունի կոչվելու ազգ, որը այս աշխարհին տվել է շատ բաներ, իրավունք չունի։ Ազգն ու պետությունը մենակ պայքարով է պահում միշտ։ Անկամ գերտերությունները իրենք մենակ արյունով են կարողանում պահեն իրենց արժանապատվությունը եւ այլն, որովհետեւ հայտնվում են թուրքի նման դեբիլ ազգեր, որոնք ուրիշի շնորհիվ ուզում են համ տարեր ստանան, համ պատմություն ունեն, համ հողերի վրա լինեն, համ եկեղեցիների գմբեթները պոգեն դարձնեն միջետներ, կան այդեն ցեղեր կան, ճանջի նման, որ կեղդի վրայից հետո հացի վրա են նստում։ Չեմ ուզում, չէ ախպերս չեմ ուզում բացեմ լիֆտ, որովհետև եթե տեսակ նոր եք մտնում, տեսնում եք, որ գրել է, որ բաթել եմ անելու, ուղղակի սենց խոսացի, խոսակցությունով գնաց, դա հենց էլի, այսօր ուզում էի մի քիչ յանիտե հանգստանանք, բայց չկարացանք։ Լավ, արեք վերջացնենք, 150 հոգի ջան, հենց հիմա ոնց որ թե թեմաներ կլինեն բացված, պոլիտիկա եւ այլն, կարակ գնաք ուրիշ տեղեր, պոլիտիկա լսեք, ես վերջացրեցի, ես արդեն մտնելու եմ պայքարի մեջ 13 հատ խաղ եմ խաղալու, որովհետև ինձանից պահանջում է 13 խաղ, ես TikTok եմ մտել, ուրեմն TikTok-ի կանոնների մի քիչ պետք է ենթարկվեմ ժողովուրդ ջան, նենց որ ցավերը տանեմ, կարակ գնաք, ես ձեզանից չեմ նեղանա, չեմ ասի խի, ես 150 հոգին հավաքվել էր ուրիշ բան լսելու, ես մի քիչ ադեկվատ եմ այդ կողմից, իսկ ես գիտեմ, ինձ 30-35 հոգի մարդ է մնա, սենց կներեք, որ չեմ բարձրացնում ժողովուրդ ջան, Կոսմոս ջան կներես, չգիտեմ ով ես, բայց կներես, որ չեմ բարձրացնում, ովքեր որ միացել էին, բարևել էին, չկարացա բարև տայ,